ներկայության մեջ բոլորս լինենք այսօր եւ վերցնենք այն, ինչ-որ Աստված ունի մեզ համար, հալելույա, ամեն, որտեղ ամեն օր, որը 24 ժամ, Աստված հոգատանում բոլորիս համար, Աստված նայում է, Աստված տեսնում է եւ Աստված օգնում է նրանց, ովքեր որ սպասում են իրեն, ովքեր լսում են իրեն, ովքեր խոնարհվում են իրեն, ովքեր որ հավատում են, որ Աստված կենդանի է, որ Աստված մեծ սեր ունի եւ Աստված կարող է անհնարինը հնարավոր դարձնել։ Այսօր այն քանուց թեման լինելա սեր եւ հնազանդություն։ Հալելույա եւ երկրպագություն։ Այսօր շատ կարևոր է, որպես մենք հասկանանք ում ենք երկրպագում, ում ենք հավատում, ում հետևից ենք գնում եւ ով է ընդհանրապես մեր Աստված, հալելույա, որտեղ կամ մենք պետք է սիրենք ասում, կամ չպետք է սիրենք, կամ պետք է հնազանդվենք ասում, կամ չպետք է հնազանդվենք, որտեղ երբեք չկա մեջտեղ, ամեն, չես կարող ասում եմ, մեր ոտքը դիմի աշխարհի մեջ, մեր ոտքը տասո մեջ։ Այսօր Աստված ուզում է համախմբի իր եկեղեցին։ Այսօր Աստված ուզում է սիրո մեջ վերցնի մեզ։ Այսօր Աստված ուզում է, որ մենք դառնանք ճշմարիտ երկրպագուներ, ճշմարիտ երկրպագուներ եւ ճշմարիտ հնազանդողներ։ Ոչ թե ցուցամոլ, այլ հոգով սրտով, ամբողջ էությամբ նվիրված նրան, որ կյանք է բերել ամեն մեկիս համար, հալելույա։ Եվ այսօր կյանքն է կարևոր մարդու համար։ Եթե դու այսօր կյանք չունենաս, զուր է քո աշխատանքը։ Եթե դու այսօր խաղաղություն չունենաս, զուր է ամեն բան։ Եթե դու այսօր օգտված չլինես, նորից զուր է, որտեղ կյանքը ունայն է։ Սողոմոնը վերջում ասում է ունայնություն։ Փառք Հիսուսին, որովհետև եթե Աստված չկա, ամեն բան դառնում է ունայն։ Եթե Աստված չունենք, ապա մենք ինչ-որ բանի պետք է պաշտենք ու երկրպագենք։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե աշխարհում է երկրպագում։ Մենք տեսնում ենք, թե ուր են գնում ժողովուրդը եւ ով է իրանց համար երկրպագության այդ վեմը։ Բայց Աստված կանչել է մեզ, որպեսզի մենք հասկանանք եւ երկրպագենք նրան եւ միայն նրան, հալելույա, որ Սատանան երբեք մեր կյանքերի մեջ ոչ մի տեղ չունենա, որ մենք ամբողջությամբ վստահենք Աստծո հրաշքներին եւ Աստծո ներկայությանը եւ հավատանք նրան, սիրենք նրան, հավատարիմ լինենք նրան եւ խոնարհվենք նրա առջեւ։ Փառք Տիրոջը, հալելույա։ Ամեն։ Դրա համար այսօր շատ կարևոր է սիրելիներս, որ մենք հասկանանք ով է մեր Աստված ընդհանրապես։ Եվ արդյոք ես սիրում եմ Աստծուն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ մենք մեր անձերը պետք է քննենք, արդյոք սիրում ենք նրան, ով մեզ սիրեց սկզբից։ Արդյոք մենք հնազանդվում ենք նրան, ով ամեն բան արեց եւ գնաց մինչեւ վերջ խոնարհության եւ հեծության խաչը, որպեսզի այսօր մենք կյանք ունենանք։ Արդյոք մենք ուզում ենք ընդհանրապես լցվենք նրա օգով։ Արդյոք մեր սրտերը բաց են նրան ընդունելու։ Արդյոք մեր աչքերը տեսնում են եւ մեր ականջները լսում են։ Եվ գիտեք շատերը այսօր տեսնում են, բայց չեն տեսնում։ Աչքեր ունեն, չեն տեսնում, ականջներ ունեն, չեն լսում։ Գիտեք շատ բաներ կան այսօր աշխարհում, որ մեր շուրջը կատարվում են, բայց մենք պետք է որոշում ունենանք, ում ենք երկրպագում, որովհետեւ շատ կարևոր է, հալելույա, որ մենք այսօր հասկանանք, ում ենք երկրպագում։ Ու ոնց ենք երկրպագում։ Որովհետև եւ Սատանան է ուզում իր երկրպագուներին եւ Աստված է ուզում իր երկրպագուները ունենալ։ Եվ արդյոք ում ես դու երկրպագում։ Դուք տեսեք այն աստղային մարդկանց, ովքեր որ այսօր ինչ-որ բնակավարում առաջխաղացում ունեն եւ ունեն հազարավոր, 100,000-ավոր երկրպագուներ։ Տեսեք եք, բոլոր ֆուտբոլային թիմերը այսօր ունեն նրանց երկրպագուներին։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, երբ որ դու նայում ես, նրանք վերջինն են տալիս, որպեսզի մասնակցեն այդ համերգներին, այդ խաղերին, այնտեղ որտեղ որ իրանց ամեն կումիրն է, ով է Աստված համար, ով է Աստված, մարդկանց խաբել է Սատանան և երկրպագության առարկաներ է դարձրել, և ամեն մարդ սկսում է երկրպագել նրան, ով ոչ Աստված չի, որտեղ Աստծո խոսքը միշտ
մեզ սովորեցնում է, որպեսզի մենք դառնանք ճիշտ երկրպագուներ եւ իրան միայն երկրպագենք։ Իրան խոնարհենք, հալելույա, եւ իր հետևից քայլենք։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Համաձայն ես ինձ։ Փառք Տիրոջը։ Եվ ցավալին նա է, որ մենք տեսնում ենք այդ ամենը մեր շուրջը որ կատարվում։ Մարդիկ կարող է թողեն ծառայությունը, մարդիկ կարող է թողեն Աստծո հետ հաղորդակցությունը, մարդիկ թողեն այն հրաշալի ժամանակ, որ Աստված ուզում ունենան, եւ ինչ-որ բաների հետևից գնան, եւ այն ինչ-որ նրանց համար դառնում է կարևոր, դա էլ երկրպագության առարկա է դառնում։ Բայց այսօր Աստված ուզում է, որ առաջի տեղում լինի ինքը, նա ուզում է, որպեսզի մենք ամեն ժամանակ, ասամ ամեն ժամանակ, երկրպագենք իրան, Փառք Հիսուսին, բոլոր իրավիճակների մեջ, ինչ իրավիճակի մեջ է դու լինես, սիրելիս, դա կլինի դժվարություն, կլինի փորձություն, կլինի շատ աններություններ, բայց դու պետք է հիշես ու երկրպագես նրան։ Գիտես, ես զարմացած հեսա միտեղ կարդամ, ու մենք կտեսնենք Երեմիայի ողբերում, երբ որ ամբողջ երկիրը քանքան է եղել, երբ որ ամբողջ երկիրը գնացել է թշնամին եկել է եւ նրանց գերեկ վերցրել եւ քանքան էր արված ամբողջ Իսրայելը, բայց Երեմիան այդ իրավիճակի մեջ իր հույսը չգործրեց, իր հավատքը չգործրեց եւ Աստծո վրա մինչեւ վերջ իր խորհրդի խոսքը ասեց։ Փառք Հիսուսին, ամեն։ Անենք ես ուզում եմ բացենք Երեմիայի ողբերը, 3-րդ գլուխ։ Ով է կարդում Աստվածաշունչ։ 3-րդ գլխից 22-րդ խոսքից եմ ուզում տանալ։ Հալելույա։ Ասում Տիրոջ ողորմություններն են, որ չվերջանան, որ չվերջացան։ Գիտեք, շատերը կոտորվեցին, շատերը մահացան այդ ժամանակ, բայց մինչև վերջ չկոտորվեցին։ Եվ ասում Տիրոջ ողորմությունն է, որ չկոտորվեցին մինչև վերջ, որ չվերջացան, որտեղ չպակասեցան նրա գթությունները, ասա Աստված գտած եւ ողորմած, որտեղ չպակասեցան նրա գթությունները։ Գիտեք, ինչքան է սպասում Աստված, հալելույա, գիտեք, ինչքան գտած ու ողորմած է մեր նկատմամբ, հալելույա, մեր բոլոր սխալների, մեր բոլոր անկումների նկատմամբ ինքը գտած է ու ողորմած, որտեղ եթե ինքը ողորմած ու գտած չներ, մենք այսօր այստեղ չենք լինի։ Հավատում ես, որ չենք լինի, բայց իր գտածությունը, ողորմությունը մինչև վերջ անբերելն է, որ մեզ բերի ճշմարտության եւ դարձնի իր երկրպագուները։ Տեսեք շարունակությունը, ես անհամար ցավ է, նրա համար, նա տեսնում էր այն ամեն ինչ, որ իր շուրջը կատարվում է, որ ժողովուրդը չարացած է, որ ժողովուրդը չէր լսում, ասում, հեռացել էին Աստծո պատվիրաններից, նրանք սկսել էին ուրիշ աստվածների պաշտել եւ բարկացրել էին ասում։ Գիտեք, Աստված չանի, որ բարկացնի մարդ ասում իր կյանքով, այլ մենք պետք է ցույց տանք մեր սերը ասում, մենք պետք է ցույց տանք այդ սիրո մեջ եղած հնազանդությունը դեպի նա, հալելույա։ Փառք Հիսուսին։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, հալելույա, փառք Հիսուսին։ Ով է քո բաժինը։ Կարաս ասես, իմ բաժինը Տերն է, ասում իմ հոգին։ Ռավապես որ քո հոգին կենթանացած է, որ դու մեռած ես, բայց հիմա հարություն ես արել Քրիստոսը, եւ դու կենթանի ես, հալելույա, փառք Հիսուսին։ Այո, սրա համար նրան են ուսանում։ Բարի է բերեք իրեն ուսացողներին, այն անձին, որ նրան կորոնում է։ Տեսեք սիրելիներս, հետաքրքիր խոսք, բարի է նրան, ով որ որոնում այն ան։ Գերես խոսքն ասում է, ով որ թակի կբացվի, ով որ խնդրի նրան կտրվի, ով որ փնտրի նա կգտնի։ Եվ այստեղ խոսք ասում է, հալելույա, բարի է Տերը իրեն ուսացողներին, այն անձին, որ նրան որոնում է, հալելույա։ Եթե դու փնտրում ես Տիրոջը,
Իսկ որտեղ ատերը, այնտեղ որտեղ երկուսը երեք հավատում են իր անունով, այնտեղ ատերը, հալելույա։ Եվ նա ցանկանում է սիրելիներս, որպես մենք մեկ լինենք, ինչպես նրանք են մեկ։ Որ կարողանանք մենք հանդիպենք նրան, որ կարողանանք վերցնենք այն օգնությունները, որը Տեր Հիսուս պատրաստել է իր սիրողների համար։ Այո, նա շատ տեղերում զգուշացնում է մեզ, նա առաջնորդում է մեզ, նա է մեր առաջնորդը։ Այո, բոլոր անկումների մեջ, բոլոր դժվարությունների մեջ նորից եմ ասում, որովհետև այնպիսի իրավիճակ է, որ երկիրը քանդված է, որ երկրում կառավարում չկա, որ ժողովրդի կեսը ոչնչացված է, կեսը գերեր տարվե, բայց այդ ժամանակ Երեմիան ցնծում է Տիրոջով եւ ասում է մենք մինչև վերջ չվերջացրեց Աստված, որտեղ ինքը գտած ու ողորմած է։ Եվ Աստված այսօր գիտես ինչ անում ներում է մեզ։ Աստված շանս է տալի բոլորից, որպես մենք վերականգնվենք նրա մեջ եւ դառնանք նրա երկրպագուները։ Որ սիրենք նրան մեր ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ, որ ուրիշ աստվածներ չունենան։ Գիտեք այսօր ինչքան աստվածներ կան երկրի վրա։ Գիտեք ինչքան կուրքեր կան։ Եվ ամեն ժամանակ Սատանան ավելի նոր կուրքեր է առաջացնում։ Նա ավելի նոր հաճույքներ է բերում, ավելի մեծ բաներ է անում, որ մարդկանց գրավի եւ ինչ դարձնի իրենց երկրպագուները, որ դարձնի մարդկանց Աստծո սիրուց, որ դարձնի մարդկանց դեպի այն պիղծ բաները, որոնք այսօր աշխարհը հրանցնում է։ Եվ այսօր Աստված ուզում է առանձնացնի մեզ։ Ասա Աստված ուզում է ինձ առանձնացնել։ Այս ինձ աշխարհից ոչ թե միայն ինձ, այլ նաեւ իմ ընտանիքը, հալելույա։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես։ Ասա ես եւ իմ տունը։ Տիրոջն եմ ծառայել։ Նրան եմ ծառայել։ Բան որ ես այսօր իմ օգնում եմ զգում եմ։ Գիտեք, երբ որ մարդ ինչ-որ բանից վախենալով անում, այլ ոչ թե սիրուց դրդված, ինքը ոչ մի բան չի ասնի, ուշ թե շուտ այդ մարդը թողելու է։ Եթե քո երեխան այսօր քեզանից վախենում է, այլ ոչ թե սիրում է, վախենում է քո ասածից ու անում է վախի միջոցով, ուշ թե շուտ ինքը հակառակվելու է քեզ։ Բայց եթե քո երեխան քեզ սիրում է եւ քո ասած խոսքերը ընդունում է, նա երբեք իր կյանքում չի մոռանա քո արածը։ Եվ այսօր նույն Աստված պահանջում է զանից։ Ով հավատում որ մենք Աստծո զավակներ ենք։ Եվ ամեն բան պետք է սիրուց դրդված լինի։ Որ մենք սիրենք Աստծուն, մենք չմոռանանք։ Որ մենք սիրենք Աստծուն, մենք իմաստուն կդառնանք։ Որ մենք սիրենք Աստծուն, մենք ամեն բան կանենք, որ հաճելի լինենք նրան։ Փառք Հիսուսին։ Եվ ամեն ժամանակ ես հիշում եմ իմ ծնողներիս նրանց խորհուրդները, մինչև իմ հոր խորհուրդները, մինչև այսօր իմ արգաժներին հնչում են։ Նա այնքան իմաստուն խորհուրդներ տալի ժամանակին, որ ինձ հեռու բայց աշխարհի բոլոր գործություններից։ Ու ես հավատում եմ նաև այդ խորհուրդների պատճառով էր, որ Աստված գտած ողորմած եւ ինձ բերեց Աստծուն։ Հալելույա։ Փառք Հիսուսին, որտեղ ես սիրում եմ, ես նրան սիրում եմ ծնողս, ես ոչ թե վախենում եմ, այլ սիրում եմ։ Գիտեք, այսօր ուզում եմ մի վկայություն անեմ, ու դա շատ տեղին է։ Այսօր ինչ-որ մեկին ասես, գիտես սա քո կինն է լինելու, հա քո երեխային կանչես, ու ասես սա քո կինն է լինելու։ Գիտեք ինչ մեծ հակառակություն է լինելու։ Ես տեսել եմ, ծնողը իրան չունի ասի, դու իրան պետք է ուզես։ Բայց գիտեք իմ հայրը ինչ արեց։ Փառք Հիսուսին, իմ հայրը կանչեց, ցույցնես ուսանային, որ ինքը պետք է լինի քո կինը, ու ես իմ հորս այնքան էի սիրում, որ չէի կարող նրա ասածը չանել։ Ստե, ես ոչ թե վախենում էի իմ հորից, այլ ես սիրում էի իմ հորը։ Ես իմ հայրիկին, իմ համար ինքը, գիտես սիրո աղբյուր էր,
ու ես դրա համար ես ասի այո եւ ամեն, ես համաձայն եմ հայրին։ Ու գիտեք ինչա, ես չտուժեցի, որտեղ այսօր մենք ծավալում ենք Տիրոջը։ Ես օգտված եմ։ Ես հարկ եմ տալի Աստծուից այդ օրվա համար, որտեղ եթե ես չլսեի իմ օրս, ես կարող եմ այսօր ընդհանրապես Աստծուն չճանաչեի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա Աստված ամեն բան գիտի։ Հարկ Տիրոջը։ Ամեն։ Դրա համար ես ինչի համար եմ ես ուզում այսօր այս խոսքով խոսեմ, եթե ծնողը այսօր ճիշտ դաստիարակում է իր երեխային սիրո հիմքի վրա, եւ այդ սերն է տալիս եւ երեխային փոխադարձ սերն է վերցնում, այդ երեխան երբեք որը քարին չի դիպչում։ Փառք Հիսուսին։ Գիտեք շատ ժամանակ մենք սովորենք մարդկանց վախեցնել։ Գիտես վախով մարդը չի կառուցվում, այլ վախով մարդը ժամանակի ընթացքում ինքը թողել է ապահովում։ Բայց սիրո մեջ, ասա սիրո մեջ։ Աստվածում։ Այո, ես սիրո մեջ վախ չկա։ Փառք Հիսուսին։ Լավ է հուսա, ես սպասեմ լրջնող Տիրոջ փրկությանը։ Լավ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդությունը ընկերել։ Փառք Հիսուսին, ամեն։ Լավ, որ դու այսօր հույսը դնես քո հոր վրա, երկնային հոր վրա, ալելույա, սիրես նրան, հնազանդվես նրան եւ լսես նրան։ Փառք Հիսուսին, ալելույա, ամեն։ Դու ուրախ ես։ Ամեն։ Եսայիա 66:22-ը գարտա։ Որտեղ ինչպես որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ իմ առաջին պիտի կանգնի, ասում է Տերը, նույնպես է պիտի հաստատ կենա ձեր սերունդը եւ ձեր անունը։ Փառք Հիսուսին, ով է արոսում, որ այսօր հաստատվի ինքը եւ իր երեխաները։ Դու ուզում ես։ Ասա, իմ Աստված գտած ու ողորմած է։ Հանկարծ չտխրես, որ այսօր չեն լսել քեզ։ Հանկարծ չտխրես։ Աստված հավատարիմ է։ Ասա Աստված հավատարիմ է։ Եվ Աստված քո հետ է։ Փառք Հիսուսին։ Իսկ խոսքը ասում է, եթե Աստված իմ հետ է, ով կարա ինձ հակառակել։ Ասա այսօր բոլոր հակառակությունները քանդվելու են Հիսուսի անունով եւ կանգնի սիրո փոխհարաբերությունները։ Ամեն։ Գիտեք, բոլորս երբ որ գնանք մեր երեխաներին ասենք, սիրում ես ինձ, ասենք, ոչ չեմ սիրում, հալելույա, մամա ջան, պապա ջան, ես քեզ ինքան եմ սիրում, որ հենց ասում ես, դե ուրեմն ես բանը պետք է անես, ու ասում չեմ ուզում։ Դա սիրո արտահայտություն չի։ Դա չի հնազանդվում։ Բայց եթե դու սիրում ես իմ ասածս, որ ես բան չեմ ուզում, ես լավն եմ ուզում, բայց ինչի իմ ասածս չես անում։ Նույնը գալիս է հոգևոր դաշտում, նույնը գալիս է հոգևորների դաշտում։ Ամեն։ Որ մենք, որ եթե Աստված գալիս է ասում է սիրում ես ինձ, ու դու ասում ես սիրում եմ, ուրեմն ինչպես նա ասում է, այդպես էլ դու պետք է անես։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սիրում ես ինձ։ Հալելույա։ Ո՞վ է սիրում Հիսուսին։ Ամեն։ Հալելույա, պետք է ինչ անես։ Հնազանդվես։ Ասա, սերը հնազանդություն է, գործում։ Հնազանդություն։ Դες այսօր շատեր ասում են, վայ, Հովհաննես եղբայր սիրում եմ քեզ։ Բայց հենց որ Հովհաննես եղբայրը ասում է, գիտեք, մենք պետք է աղոթենք, ամեն մեկը մի մանրայ գտնում, ու ասում է, ես զբաղված եմ, այն մեկը ժամանակ չունեմ, այն մեկը ասում է, ես չեմ կարող, ու երբ որ Աստված ուզում է տղամարդկանց դարձնի գլուխ, հենց այս կազմակերպումը ինչ-որ ծրագիր, որի մեջ տղամարդիկ պետք է դառնան գլուխ ընտանիքներում, մի անգամից հանցակումը գալիս է, մի անգամից գալիս է, որ այդ մարդիկ գլուխ չդառնան, որ այդ մարդիկ չեն ընդհանրեն ասում։ Գիտեք սիրելիներս, ես ձեզ ասում,
Աստված իր ժողովրդին հանեց, որպեսզի գնան անապատում իրան երկրպագեն։ Որ գնան իրան աշխենան։ Դա է ծրագիրը, դա է փարավոնի մոտ այդ հրաշքների գործում, որ մինչև վերջ Աստված այնպես արեց, որ իր ժողովուրդը իրան պաշտեն։ Ոչ թե ովքերը, որոնք գիտեք, Եգիպտոսում ինչքան ուրքեր կային։ Այն հորթը, որ դարձրեցին, դա Եգիպտոսի ուրքն էր, որը ժողովրդի սրտից դեռ չէր գնացել։ Այսօր շատ մարդկանց սրտից դեռ ուրքեր կան, որոնք դուր չեն գնում։ Դեռ աշխարհի մեջ այնպիսի բաներ կան, որ այն ցրկում է դրան, բայց մենք այսօր պետք է հրաժարվենք այդ ամենից եւ դառնանք ճշմարիտ երկրպագներ Տիրոջ ավելին։ Հանք Հիսուսին։ Ամեն։ Եվ ասում է խոսքը, որտեղ ինչպես որ այն նոր երկինքը եւ այն նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, իմ առաջին պիտի կանգնի, ասում է Տերը, նույնպես էլ պիտի հաստատ գնա ձեր սերունդը եւ ձեր անունը։ Իրես Արաքած գրքի մեջ ասում է անունը թանկ է ոսկուց եւ արծաթից։ Պատտվի կողքին տասը անունը թանկ է ոսկուց ու արծաթից։ Ամեն հարստություններից անունն է թանկ։ Հալելույա։ Ամեն։ Եվ պիտի լինի, որ ամսից ամիս, շաբաթից շաբաթ, պիտի գա ամեն մարմին իմ առաջը երկրպագելու։ Ասա ամեն օր։ Տիրոջը երկրպագելու։ Գիտեք հետաքրքիր է, երբ որ ես նայում եմ այստեղը, ես ասում եմ Տեր իմ Աստված, փառք ես, որ դու ճիշտ ժամանակին բերում ես մեզ այնտեղ, որտեղ որ մենք պետք է երկրպագենք։ Եվ ասում պիտի նոր երկիր որ ստեղծել եմ պիտի գոյատևեն իմ առաջ ասում է Տերը, այդպես է պիտի գոյատևեն ձեր սերունդում ձեր անունը, ժամանակությունը եւ պիտի լինի որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գա ամեն մարմին, ասա ամեն մարմին իմ առաջը երկրպագելու ասում է Տերը եւ նրանք պիտի դուրս գան եւ տեսնեն ինձ դեմ ապստամբող մարդկանց դիերը։ Գիտեք, ահավոր է երբեք մարդը չպիտի ապստամբի ասով է, որտեղ դա մահ է։ Ապստամբ մարդու վերջը մահ է։ Եվ ասում է պետք է դուրս գաք դուք եւ տեսնեք իմ դեմ ապստամբող մարդկանց դիերը։ Նրանք ահա ապրում են, նրանք կարող է գոյատևում են երկրի վրա, բայց մահացած են։ Բայց մենք կենդանի, ասա մենք կենդանի, մենք անուն ունենք։ Եվ այդ անունը գրված է կյանքի գրքի մեջ, որ ոչ ոք թույլ չտաս հանգած ջջվի։ Փառք Հիսուսին, ամեն, ով ինձ սիրում է, ասո խոսքն ասում է, ով ինձ սիրում է, իմ պատվիրանները պահում է։ Կաստ է մարդը որ ուզում է, Աստծո պատվիրանները 100%-ով պահի։ Գիտեք, ամեն ինչի ժամանակ կա, բայց Աստծո երկրպագելու ժամանակը այնքան դժվար է։ Աստծո աղոթելու ժամանակը այնքան դժվար է։ Աստծո խոսքը կարդալու համար ժամանակ չկա, բայց ամեն ինչի ժամանակ կա։ Աստծո խոսքն ասում է, ձեր ժամանակը ծախով ապրեք։ Հալելույա։ Ամեն։ Ու հիմա ես ասում եմ, ձեզ ուրախ եղեք։ Ուրախ եղեք, որ դու այսօր այստեղ ես եւ լսում ես Աստծո խոսքը։ Եվ Աստված ուզում է քեզ դարձնի իր երկրպագուն։ Եվ ասում է գալու է։ Հալելույա։ Ամսից ամիս, շաբաթից շաբաթ, գալու է ամեն մարմին առաջը երկրպագելու։ Պետք է որ մարդիկ երկրպագեն նրանց, ովքեր որ Աստվածներ են իրանց համար։ Կա մի Աստված, ասա կա մեկ Աստված, կա մեկ բրգիչ եւ կա մեկ Սուրբ Հոգի։ Եվ նրանք այսօր այստեղ են, ասա նրանք այստեղ են։ Գիտես ամբողջ Աստվածաշնչի մեջ չկա ասած հոգնակի, որ երեքով գալիս են միտեղ։ Բայց Հիսուսը ասեց, կգանք ձեր մոտ։ Ասա Հիսուսը ասել է, որ հայրը, որդին եւ Սուրբ Հոգին կգա իմ մոտ։ Բացացա ձեռքերը։ Ասա իմ մոտ, իմ տուն, իմ հետ ընտրիկաների։
Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Նայ, Մատթեոս 4:8, անեք բացենք Մատթեոս 4:8։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Ով է կարդացել 4:8-ը։ Դա այնտեղ նա, երբ որ Հիսուսը գնաց անապատ, ու սկսեց փորձվել ումից։ Սատանայից։ Դուք ինչ եք մտածում, այսօր սատանան կարա փորձի։ Հա։ Եվ նա փորձում։ Նույնը։ Ինքը չի փոխվել։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ տեսեք, ու չեմ խոսքից եմ ուզում կարդամ։ Դարձյալ առավ նրան սատանան մի շատ բարձր սար և ցույց տվավ նրան աշխարհի բոլոր թակավորությունները և նրանց փառքը։ Տեսեք ինչ արեց։ Բոլոր հաճույքները, բոլոր հնարավորությունները, բոլոր հարստությունները, բոլոր փառքը աշխարհի, դա ցույց տվեց։ Նույն այսօր մարդու կյանքում կարային տանի ու ցույց տա շատ բաներ ասել, այ սրանք ամենը քեզ կտան։ Ու այսօր մարդիկ ես դրա հետևից են գնում, որ ինչ-որ բան ձեռք բերեն։ Սիրելիս, այսօր դու պետք է ձեռք բերես Աստծո սերը, վստահությունը, Փառք Հիսուսին։ Որտեղ Աստծո սիրելով ենք մենք նրա պատվիրանները պահում, որտեղ Հիսուսը ասեց, ով սիրում է, իմ պատվիրանները պահում է, հալելույա։ Փառք Տիրոջը։ Ընդհանրապես դու սիրում ես քո եղբորը։ Քո կողքի նստած քույրիկին սիրում ես։ Լուրջ։ Փառք Հիսուսին։ Հիսուսն ասեց, սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ օրով սրտով և էությամբ և սիրիր քո ընկերոջը քո անձին պես և ամբողջ օրենքը տառապեցի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Սիրում եք։ Գիտես դա լոկ բառեր չեն։ Սերը գործողությունը, սերը զորությունը, սերը հաղթանակը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Այո, սերն այլ հնազանդությունը առաստված։ Փառք Տիրոջը։ Եվ տեսեց, և ասեց նրան, սրանց ամենը քեզ կտան, եթե ընկած երկրպագեսից։ Գիտես ինչ առաջարկներ այսօր անում, որ քեզ կտրի Աստծո հետ հաղորդակցությունից, որ քեզ կտրի քո կոչումից, բդտվի կողքին տասա դու կոչումն ես։ Գիտես Հիսուսը կոչումն է, Աստծուց տրված է, և նրան, հալելույա, ում որ պետք է երկրպագեին, սատանան առաջարկ էր անում, որ իրան երկրպագեն։ Դուք պատկերացնում եք, նրան, ում որ ամբողջ աշխարհը պետք է երկրպագեն, որտեղ նա է փրկիչը, նրա մասին է խոսվում սկզբից մինչև վերջ, նրա Գիտես այդ մեծ սիրո մասին ագրված, որ նա իր անձը չխնայեց, տվեց, որպեսզի նրան հավատացողը կյանք ունենա, որ այսօր մենք բրդված ենք, որ մենք այսօր ազատագրված ենք, որ մենք այսօր բժշկված ենք և կյանք ունենք նրա շնորհիվ և պետք է երկրպագեն բոլոր ազգերը, նրան առաջարկ է անում սատանան, որ իրան երկրպագեն։ Ասա ինձ Աստված ավելի բարձր անելու։ Ձեր բարձրացրասա ինձ Աստված ավելի բարձր անելու, երբ որ ես հրաժարվեմ նրա առաջարկներից։ Եվ դու պետք է աղոթես։ Դու պետք է աղոթես, որ այն առաջարկները, որոնք սատանայից են, իսկ գիտես սատանայի առաջարկը, որ նա քեզ կտրել քո կոչումից, քեզ կտրել Աստծո հետ փոխհարաբերություններից, քեզ կտրել Աստծո պատվիրաններից։ Եվ դու պետք է ինչ անես, հրաժարվես, որպեսզի Աստծուն հաճելի մարդ դառնաս, հալելույա։ Փառք Հիսուսին։ Դու այստեղ ես։ Հավատում ես դու Հիսուսին։ Որ դու միայն նրան պետք է երկրպագես, ամբողջ հոգով, սրտով և էությամբ։
տեսեք ես զարմացել եմ, ասում Տերին Աստված, հալելույա։ Ես ասում ամբողջ աշխարհը պետք է գա, ծնկի գա ամեն մարդին իմ առջև եւ ինձ երկրպագի ու նրան սատանան առաջարկ անում, որ սատանային երկրպագի։ Ասա երկրպագությունը շատ կարևոր է։ Երկրպագությունը շատ կարևոր է։ Գիտեք, ես զարմացել եմ, սատանան ամենամեծ իր հայր զենքը նա է, որ մարդկանց ենթարկացնի իրան, որ սկսեն իրան երկրպագել։ Հարկ Հիսուսին։ Ասա այսօր վերջի օրն է։ Այսօր վերջի օրն է։ Իմ որոշման։ Ես մտնում եմ իմ կոչման մեջտեղ։ Հարկ Հիսուսին։ Դու կգնաս ու ոչ ոք չի կարող կողմեմ կամ։ Ամեն։ Գնաս Աստծո իշխանությամբ։ Որտեղ Աստված ով սիրում է նրան իշխանություն է։ Ամեն։ Հալելույա։ Աստծուն ով սիրում ամբողջ ողջ սրտով եւ էությամբ բոլոր փորձությունները իր բարին է պատտասխանում։ Հարկ Հիսուսին։ Հալելույա։ Պետք է կան եւ ինչ ասում Հիսուսը։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա սատանա, որտեղ գրված, ասա գրված է։ Դե Տիրոջը քո Աստծուն երկրպագի եւ միայն նրան պաշտի։ Ամեն։ Նայեք, երբ որ մենք հրաժարվում ենք սատանայի առաջարկներից, նա կողմ գնում։ Որտեղ չի կարող ոչ մի բան անի, եթե դու հրաժարվում ես իրան երկրպագել, եթե դու հրաժարվում ես քո ժամանակը ծախսել այն թույլ բաների վրա, որոնք այսօր աշխարհը վերում է քո կյանքում։ Վայ գիտես, այնքան ինձ միշտ ասում են, ինչ ես ձևի ասում, ինչի մարդիկ չպետք է գնան հարսանիքներ, պետք է չգնան ծնունդներ, ոչ, գնացեք սիրելիներս, բայց Աստծով գնացեք։ Ոչ թե ամենը երկրպագության առարկա դարձրեք։ Ու գիտեք, կան երկեր, որոնք հեչ հարիչ չի քրիստոնյային։ Ու երբ որ նայում ես այդ երկիշների ոնց են երկրպագում։ Դες նրանք մեծ բանակ ունեն երկրպագողների։ Եվ շատերը հենց գրավում են մարդկանց ուշադրությունը։ Բայց այսօր պետք է այստեղ տեղ չլիներ Աստծո երկրպագողների։ Ամեն, ամեն։ Հալելույա։ Որտեղ նա է ամենակարևորը նրան պետք է երկրպագել։ Ու մենք վերջ որ ցույց տան, որ մենք իսկապես Աստծո երկրպագողներն ենք, մեր շրջապատը, մեր ընտանիքները ամբողջ համախմբված կգան նրան երկրպագելու։ Հարկ Հիսուսին։ Հալելույա։ Հարկ Աստծո։ Մատթեոս 2:2 Հալելույա։ Նայեք սիրելիներս, մոգերը իրանք լուրջ մարդիկ են այդ ժամանակահատվածում։ Նրանք գիտնականներ են, նրանք լցված են այն գիտությամբ, որի մեջ իրանք առաջ է խաղում ու նրանք որոշում ունեն տեսնելու այդ Աստղին։ Տեսնելու այն Աստղին, որը ծնվելու է։ Ասա իմ Աստղը Քրիստոսն է։ Իմ Աստղը Քրիստոսն է։ Առավոտյան պայծառ Աստղը իմ Քրիստոսն է։ Առավոտյան պայծառ։ Ու տեսեք գալիս են։ Մոգերը մտնում են Երուսաղեմ։ Երուսաղեմ թագավոր կա։ Ամեն բան կա։ Բոլոր կառավարությունը կա։ Ամեն ինչ իր տեղն է։ Բայց եկան թագավորի մոտ ու ասին. մենք եկել ենք երկրպագելու ճշմարիտ թագավորին։ Ուր է ձեր թագավորը։ Ուր է նոր ծնված թագավորը։ Բայց ինչն է նրանց նպատակը, որ այդքան ճանապարհ կտրել էին, այդքան զոհեր էին վերցրել, այդքան նվերներ էին վերցրել, որպեսզի գան եւ տեսնեն այդ Աստծո, հալելույա, որը իրենց առջևից բերել էր այդ տեղը։ Ասա Տեր իմ Աստված, իմ առջևից քո Աստծո կողմի։
Որ գան, հալելույա, վազելով գամ այնտեղ, որտեղ աղոթում են, վազելով գնամ այնտեղ, որտեղ ծառայում են, վազելով գնամ այնտեղ, որտեղ ուղղում ես, հալելույա։ Ուտեսեք ինչ այնում, որտեղ է հրամերի ծնված թագավորը։ Գիրեք եկեն են թագավորի մոտ ու ասում են, ուր է ծնված թագավորը։ Ուր է ձեր իսկական թագավորը։ Հարկ Հիսուսը, ասա ես իսկական թագավորն եմ։ Այսօր մեկից կախում են ասում են թագավոր։ Այսօր մեկից օգուտ ունեն թագավոր։ Ով ակրու թագավորը։ Ծնված թագավորը ուր է։ Եկել են թագավորին են ասում։ Հարկ Հիսուսին, նրանք չվախեցան թագավորից։ Նրանք գիտեին, որ Իսրայելի թագավորը Հերովդեսն է։ Բայց եկան ասեցին, ուր է ծնված հրամերի թագավորը։ Բայց մի պատճառ ենք, որ ունենք, եկել ենք այդ ծնված թագավորին երկրպագելու։ Որովհետև մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք նրան երկրպագելու։ Ինչի եկանք, սենես ինչ ես գալի եկեղեցի։ Նրան երկրպագելու։ Հալելույա։ Ոչ թե մարդկանց երկրպագելու, ոչ թե դու մարդու համար ես գալի, այլ դու գալիս ես Աստծուն երկրպագելու, Քրիստոսին երկրպագելու։ Ասում որտեղ մենք տեսանք այդ աստղը ու եկանք երկրպագելու Հարկ Հիսուսին։ Ամեն։ Եվ սիրելիս դու պետք է տեսնես Քրիստոսին։ Դու պետք է տեսնես ճշմարիտ թագավորին։ Դու պետք է հավատաս նրան։ Դու պետք է սիրես նրան ամբողջ հոգով, սրտով և էությամբ։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Գիտես մի հետաքրքիր բան էր, որ ես վերջում կատարվեց, գնացել ենք մեկի տունը աղոթելու ինքը հիվանդ է։ Ու գիտես, երբ որ աղոթեցինք, մի բան ասեց ինձ, ես այնքան չար մարդ եմ, որ ես այսքան երկար չէի նստել, ու ես դեպի խաղաղություն չէի ունեցել։ Գիտեք, որտեղ որ Աստծո հոգին է, ասա որտեղ Աստծո հոգին է, այնտեղ խաղաղություն է։ Մարդը կարևոր է ինքը իր հերանով է խոսում ասում, ես չար մարդ եմ, բայց ձեր աղոթքի ժամանակ իմ վրա եկավ հանգստություն ու ես հանգիստ նստած եմ։ Հարկ Հիսուս։ Ամեն ինչ հնազանդվելու է մեր Տիրոջ որդին։ Ամեն բան հնազանդվելու է։ Ամեն մարմին, ամեն ծուն կրկնվելու է նրա առջև։ Խոնարհվելու է նրա առջև։ Հալելույա, Հարկ Հիսուսին։ Ամեն։ Գիտեք, ցավալի է, երբ որ մարդը հանգստում է արդեն այն թշվառությանը, այն դժվար իրավիճակներին նոր հիշում ասում։ Բայց նաև նրանք ովքեր որ վերցնում են Աստծո փառքը, վերցնում են Աստծո հրաշքն իրենց կյանքում, այն պատիվը, որ պետք է տան Տիրոջը, այն երկրպագությունը, որ պետք է բարձրացնեն Աստծուն չեն տալիս։ Ինչպես այն բորոտները ինը, որոնք որ սրբեցին, որոնք մաքրվեցին, որոնք տեսան այդ հրաշքը, բայց չեկան և չասին շնորհակալություն։ Ասա շնորհակալ եմ Տեր։ Հալելույա։ Մոգերը տեսան Աստղը, ու եկան ինչ անելու, երկրպագելու։ Ասա Տեր աչքեր դու ինձ որ տեսնեմ։ Հերիքա Տեր իմ Աստված, որ իմ աչքերը դրանա։ Գիտեք են օրը մի քանի օր առաջ էր աղոթում է, այնքան հետաքրքիր էր։ Տերը խոսում է Նոյի տաղմանի մասին։ Եվ Հիսուս ասեց, ինչպես Նոյի օրերում են, այնպես է կլինի մարդու որդու վերադարձը, որ չէին սպասում, բայց Նոյը աշխատում է։ Եվ այսօր Նոյի օրերն են, դու պետք է աշխատես քո և քո տան փրկության տապանը կառուցելու։ Քանի չեն եկել այդ օրերը,
ու գիտես հետաքրքիր որն է, որ իմ հոգու մեջ մի հետաքրքիր բան է ցույց տալի Աստված, որ գիտես, երբ որ արդեն սկսում է ինչ-որ պատերազմ, կամ ինչ-որ բան ու դու գիտես, որ այդ տարածքի մեջ մնալը վտանգավոր է, դու համ քո տունն են թողում, համ իրանց ունեցվածքն են թողում ու փախնում են դատարկ, որտեղ իրանց կյանքը ավելին է, քան դեպի ունեցվածքը, դուստես, ասա կյանքը ավելի թանկ է, քան ունեցվածքը, որտեղ այդ ունեցվածքի վրա հույս դնելով կյանքը չես կարող պաշտպանես, ասա Տեր դու ես իմ պաշտպանը, դու ես իմ օգնողը, իմ օգնությունը քեզանից է, Հանք Հիսուսին, ամեն, ու գիտեք մի հատ ֆիլմ էր, որ հիշեցի, ես վերջում էի, որ նայում էի ֆիլմը, դա աշխարհի կործանումն է, որ աշխարհը պետք է կործանվեր, որ գալիս էին երկրից այդ երկրաքարերը ընկնել էին երկրի վրա ու ոչնչացնեին երկիրը, ու գիտեք հետաքրքիր որն է, նրանք էին փրկվում, նրանց համար էր ծրագիրը փրկության, որ իրենց ձեռքին ունեին, գիտես այդ նշանները կապած։ Տեսել եք այդ ֆիլմը։ Որոնց մենակ ես եմ տեսել։ Հանք Հիսուսին դա ամերիկյան ֆիլմ է, որ ես նայում ես հարմացել է, որտեղ հիշեցրեց այդ ֆիլմը, ես շուտ եք տեսել, որ ասեց նայի ում վրա իմ կնիքը չլինի, հիշում եք ասեց ձեր չտակ է երկրին, չփչացնեք, մինչև ինիմգրանտների վրա ին նշանը չդնեն։ Ով ասում որ Աստծո նշանը լինելուց առաջին վրա լինի։ Այսօր օրը, այսօր օրն է, ասա այսօր օրն է, Հանք Հիսուսին, Հալելույա, ամեն, եկել ենք երկրպագենք, Հանք Աստծո, Հալելույա, ամեն, և ուզում Եսու 22-ի 5-ից կարդամ, 22-ի 5-րդ խոսքը, միայն թե շատ զգուշություն արեք, որ գործադրեք այն պատվիրանքը և այն օրենքը, որ Տիրոջ ծառան Մովսեսը ձեզ պատվիրեց։ Ասա այսօր Աստվածը մեզ պատվիրում է։ Լսեք ինչ ասում։ Գործադրեք այն պատվիրանքը և այն օրենքը, որ Տիրոջ ծառան Մովսեսը ձեզ պատվիրեց, որ ձեր Տեր Աստծուն սիրեք, Հալելույա, և նրա ամեն ճանապարհներում գնաք, և նրան պատվիրանքները պահեք, և նրան հավեք, և նրան պաշտեք ձեր բոլոր սրտով, ձեր բոլոր հոգիով, Հալելույա, ամեն, և Հեսու օրհնեց նրանց և արձակեց, և նրան գնացին իրենց վրանները։ Այսօր դու օրհնություն վերցնելու ես, ով ասում իր օրհնությունը վերցնի, նայեք սիրելիներս, ամեն անգամ, երբ որ դու գալիս ես Աստծո տուն, երբ որ դու գալիս ես նրան երկրպագելու, առանց օրհնությունը վերցնելու չես գնալու։ Ամեն, Հանք Հիսուսին, բայց մենք ինչ պետք անենք զգուշանալ, որ սիրենք մեր Տեր Աստծուն, որ պաշտենք նրան, որ հնազանդվենք նրան, որ երկրպագենք նրան, որ խոնարհվենք նրան, որ ամեն բան անենք ըստ նրա խոսքի, հալելույա, Հանք Հիսուսին, ամեն, ու գիտեք շատ վտանգավոր է, որ ծնողները ստիպում են իրենց երեխեքին իրենց սիրել, ստիպելով ոչ մեկին չես կարող սեր գրավես, դուստես, ու Աստված չի ստիպում մեզ, որ մենք սիրենք իրան։ Հալելույա։ Գիտես, բոլոր անկումներ կարող լինեն, շատ անկումներ, կարող դու գնես, բայց երբեք հավատքը չկորցնես, ստես դու, կարող դու սխալվել ես, կարող ինչ-որ բանի մեջ մեղք ես գործել, հավատքը չկորցնես, ասա հավատքը արդարություն ապերում։ Հանք Հիսուսին, ամեն, հիմա նայեք օրինակը, հələ դեռ երբ որ Հիսուսը չէր մատնվել ու չէր տանվել, Պետրոսին մի հետաքրքիր խոսք ասեց, Պետրոս, Սատանան ուզեց, որ ձեր հավատքը մաղի, բայց ես աղոթել եմ օրը, որ քո հավատքը բարձրանա, բայց երբ որ կբարձրանա, կգնաս ու եղբայրներիդ հավատքն բարձրանաս։
Պետրոսին մի քանի ժամ հետո ասում է, հլա քաղաքը չկանչած Պետրոս, 3 անգամ ուրանալու ես ինձ։ Ասա Աստված ամեն բան վերահսկում է։ Նորից ասա Հիսուսը գիտի իմ կյանքը։ Ու եթե քո կյանքում այսօր կան վրիպումներ, քո կյանքում կան անկումներ, այսօր օրն, ասա այսօր օրն։ Հիսուսն եկել է։ Ասա Հիսուսը եկել է։ Ու հարց է տալու։ Պտտվի կողքինիդ ասա Հիսուսը քեզ հարց է տալու այսօր։ Հալելույա, հարկ Հիսուսին, ամեն, Պետրոսը 3 անգամ ուզացել է, ինչ ասես չեր ասել, ինչ եղավ, եկավ, ասա Հիսուսը եկավ, Պետրոսին, ասա այսօր են պտտվի կողքին կոմոդ է եկել, ու հաց աղան, սիրում ես ինձ, հիմա հավատամ, որ Հիսուսը քեզ հաց աղան, սիրում ես իրան, ով է սիրում Հիսուսը։ Գիտեք ինչ ասեց Պետրոսը, դե դու գիտես որ սիրում է, ու այսօր բոլորս էլ կարանք ասենք, դե գիտենք որ սիրում է, դու գիտես որ սիրում է, երկրորդ անգամ հաստատի, Պետրոս, լույս սիրում ես ինձ, դե սիրում եմ, դե որպես գնային արա ինչ որ ես քեզ ասում եմ։ Ասա ասում սիրողը, գնում այն ինչ որ Աստված գնա ուշտանին արացածա, գնա գարնին արացածա, գնա ծառայի, գնա ավետարանի, գնա աղութի, գնա խոսքը կարտա, գնա հալելույա և Աստծո պատվիրանները կատարի։ Սիրում ես Հիսուսին, սուտ չասես, որտեղ ով որ սիրում է, նրա պատվիրանները պահում։ Հալելույա, եղբորը սիրում է։ Թերոջը սիրում է։ Իանձնաբն, հալելույա, Քրիստոսի անման։ Փառք Հիսուսին, ամեն, փառք մեր Աստծուն, համաձայն ես իմ հետ, երկրորդ օրինաց, 33-րդ գլուխ, հալելույա, փառք Հիսուսին, 33-ի 26-ը, հալելույա, Եսուրոնի Աստծո նման չկա, որ նստում է երկնքումը քեզ օգնություն անելու համար և մեծ վայելչությանը ամպերի վրա։ Հավիտենական Աստվածը ապավեն է և ցածումը ուժ ունեն նրա նորա հայ վիտենական բազուկները և նա կփշե թշնամիներին քո առաջից և կասե փչացրու։ Փառք Հիսուսին, դուք դες նորից եմ դատում և ճաշացած ես դեռ։ Հալելույա, 26-րդ խոսքից։ Եսուրոնի Աստծո նմանը չկա, որ նստած է երկնքում քեզ օգնություն անելու համար, ասա Աստված նստած է, որ ինձ օգնի։ Նորից ասա, Աստված իր գահին նստած է, որ ինձ օգնի, որ իմ թշնամիներին իմ առջևից ինչ անում, ջնջի։ Փառք Հիսուսին, դրա համար երբեք ոչ մեկից չվախենաս, հալելույա, ամեն։ Ծննդոց 22 16 հալելույա։ Լսեք, ես զարմացել եմ, ոնց է Աբրահամին Աստված երդում անում, միտեղ ասում Աստծով չերդվեք, բայց ինքը երդում է, ասում է, և ասեց, ինձանով երդում եմ անում, ասում է Եվան, որտեղ դու այս բանն արի, երկու մեկ հատիկ ոտին չխնայեցից։ Ասա Տեր իմ Աստված, ոչ մի չեմ խնայել։ Դու գիտեք չէ, ինչ արեց։ Աբրահամին ասեց այդ մեկ հատիկ ոտին վերցրա, Իսակին ու դա զոհանի։ Ուստի ասում է, քեզ ասում եմ, քանի որ դու այդ արեցիր, երդվում եմ։ Տեսեք ինչ ասում, քեզ օրհնելով օրհնեմ,
ով ասում այսօր օրտնից։ Բայց ինչ որ ասում է պետք է անես։ Ամեն։ Տեսեք ասում է քեզ օրտնելով օրտնեն, քո սերունդը երկինքի աստղերի եւ ծովի եզերքի դիմով ավազի պես շատացնելով կշատացնեն եւ քո սերունդը իր թշնամիների դուրը կժարանի։ Եվ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կօրհնվեն, նրան որ իր ձայնին ականջ դրեցին։ Հալելույա։ Լսում ես դու ականջը բացել ես այսօր լսել։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Ու վերջի տեղը ուզում։ Հալելույա։ Հովհաննես 14-րդ գլուխ։ Ինչ-որ կաստանում ես այսօր։ Ամեն։ Ասա ես այսօր սիրով լծված գնալու է։ Հովհաննես 14 հրաշալի տեղը։ Փառք Հիսուսին։ 21-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Ով որ իմ պատվիրանքներ ունի եւ նրանց սպանում է, նա ինձ սիրող է։ Եվ ինձ սիրողը իմ հորիցը կսիրվի, եւ ես կսիրեմ նրան, եւ ինձ կհայտնեմ նրան։ Ով ասում Աստծո հայտնություն ունեն այսօր։ Ով ասում Հիսուսը հայտնի է։ Փառք Հիսուսին։ Ով որ ինձ սիրում է իմ պատվիրանները պահում է, ու իմ հորից սիրված կլինի, ու ես կհայտնեմ նրան։ Փառք Հիսուսին։ Ես այնքան հետաքրքիր էր, որ Սաղմոն աղոթում է, ու Տերը մի հետաքրքիր բան խոսած իմ սրտել, նրա աչքերը բացած ու դեպի սարերը, բացացեցի դեպի սարերը, ասեց, հիմա բացի Սաղմոս 121 կարդա, իմ օգնությունը սարերից կգա, իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրը արարեց։ Փառք Հիսուսին։ Զուտե իմ Աստված, իմ ամբողջ հույսը հավատը դու ես գալու է, ասա գալու է օգնությունը։ Որտեղ դու չես սպասում, բայց սպասի Տիրոջից եւ Տերը կօգնի քեզ։ Շատ մարդիկ մտածում են, որ իրանք ինչ-որ բան են իրանցից ներկայացնում։ Ոչ, Քրիստոսն է, Քրիստոսն է մեր թագավորը, Քրիստոսն է մեր երկրպագության, գիտես առաջին տեղում դրած։ Մենք նրան ենք պաշտելու, նա է մեր օգնականը եւ նա է օգնելու մեզ։ Ոչ ոքից, ոչ բան չսպասես, ոչ ոքի վրա հույսը չդնես, հուսա Տիրոջը և չես հուսախավ, Փառք Հիսուսին, Հիսուսը մեր Տերն է, մենք երկրպագելու ենք նրան, հալելույա, գիտեք ես վերջում մի հետաքրքիր բան եմ տեսել, մարդիկ այնպես տեղեր են ուրախանում, ունես բաների վրա են ուրախանում, որ զարմանում ես, ես ես լուրջ եմ ասում, հələ բացեք համացանցը ու նայեք, իրանց ուրախությունը այս աշխարհն է, բայց իմ ուրախությունը Աստված է։ Ու գիտես, Տերը կոնկրետ խոսած իմ սրտերը, ով է քո ուրախության աղբյուրը, ես ասի դու Տեր իմ Աստված, ուրեմն ամեն ով ցուցադրի դա, ցուցադրի, գիտեք ինչ է համացանցը, ցուցադրում է, թե ով ես դու ու ինչ է քո մեջը։ Ստես դու, համացանցը լցված է, ով ես դու, ում ես երկրպագում, ումից ես սպասում, Փառք Հիսուսին, հալելույա, ամեն, ոչ թե մենք մեր հաճույքները պետք է գցենք, այն ամենը ինչ որ մենք ունենք, հալելույա, այդ պետք է գցենք Աստծո խոսքը, որտեղ մի խոսքը բավական է, նա ինչ որ մեկի սրտին կպնի, հիսվիր եւ ասա քո վկայությունները, հալելույա, ամեն, Փառք Հիսուսին, եւ տեսեք շարունակությունը։ Ասեց նրան Հյուդան ոչ իշտավորացին, դե ինչ է որ մեզ կհայտնես քեզ եւ աշխարհին ոչ։ Ասա Աստված այսօր ինձ ինչ որ բան հայտնելու է։ Բայց աշխարհին ոչ։ Աշխարհի մարդիկ հիմա չեն լսելու։ Նրանք ովքեր որ արամարեն են ասում, նրանք ովքեր չեն ուզում լսեն Աստծո խոսքը, նրանք հայտնություն չեն ստանալու։ Բայց մեզ ասա մեզ պատիվ է արժանացնել։ Որ մենք այսօր հայտնություն ստացած գնանք այստեղից։ Հալելույա։
Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հիսուսը պատասխանեց, նրան ասեց. եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք, եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հալելույա։ Երկինք երկիր ստեղծող Արարիչ Աստված Հիսուսի միջոցով հայտնում է մեզ, եթե մենք սիրենք իր պատվիրանները պահենք, նրանք կգան, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին կգան մեր հետ ու կբնակվեն մեր հետ։ Դու պատկերացնում ես կգան, հալելույա, հալելույա, եւ իմ հայրը սիրին նրան, նրա մոտ կգան, ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ասում վերապուն է հաստատվի այսօր Տիրոջ ձեռքով հաստատվելու է, հալելույա, նրա մոտ, հալելույա, բայց ինչ ասում, ով ինչ չի սիրում, իմ խոսքերը չի պահում, եւ այդ խոսքը, որ լսում եք իմը չէ, այդ որը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ասեցի ձեզ միջև ձեզ մոտ կամ, Փառք Հիսուսին։ Ամեն, Տերը օրհնի ձեզ։